Մեծ թվով ոստիկանական ուժեր են այստեղ կենտրոնացած, քաղաքացիները երբ անցնում էին, ասում էին ինչու են այսքան ոստիկան բերել ընդդեմ ժողովրդի, ձեր կարծիքով ինչու է համակարգը այսպիսի վարքագիծ դրսևորում, որտեվ սովորաբար ոստիկանների քանակը շատ ավելի մեծ է լինում, քան այն քաղաքացիների, ովքեր հետաքրքրված են լինում ընդդիմադիր գործողություններով, այս պահին շատ Նաև խորհրդանի դիմաց են կենտրոնացած, այնտեղ են կենտրոնացած։ Նորմալ երկրի պայմաններում կասեի, որ դա հասարակական կարգը պահպանելու համար է։ Մեր երկրի պայմաններում կասեմ, որ դա առաջինը վախեցնելու եւ երկրորդը իրենց վախը ցուցադրելու նշաններ են։ Եկեղեցու դեմ արշավը այլ բնույթ է ստացել, հիմա արդեն անցել են կալանավորումների ձեռագրին, ձեր կարծիքով, քանի որ քրեական վարույթ է նախաձեռնվել, բայց քրեական հետապնդում այս պահին դեռևս վեհափառի նկատմամբ չկա, դրան էլ կհասնեն, թե տրամադրությունները հանրության կշոշափեն նոր։ Ճիշտ ասած, Սամվել Կարապետյանի ձերբակալումից հետո ես կարծում եմ, որ չկա այլևս Հայաստանի Հանրապետությունում մի մարդ կամ ընդհանրապես հայ, որին չեն կարող ձերբակալել։ Բայց վեհափառի պարագայում մի քիչ այլ է, հաշվի առնելով, որ դա ինստիտուտի մասին ենք խոսում, մենք անձի մասին չենք խոսում։ Այստեղ արդեն կարող եմ համոզմունք հայտնել, որ դա չի հաջողվելու, որևիցե պարագայում։ Ձեր ձևով պաշտպանելու միջոցներից մեկը սա է վեհափառին եկեղեցուն։ Եկեղեցում պաշտպանությունը, գիտեք, հավատացյալ մարդիկ երևի ավելի շատ կհասկանան, որ եկեղեցու պաշտպանությունը դա յուրաքանչյուր քրիստոնեական հավատքով ապրող մարդու առաջնահերթ խնդիր է։ Իսկ մեզ մոտ փառք Աստծո, որ շատ բաներ այսպես ճիշտ չի գնում, բայց հավատքի առումով փառք Աստծո, որ ունենք, քանի որ հազարամյակներ շարունակ եկեղեցին է պահպանում։ Իսկ նոր մեղադրանքների փնտրտուքի հարցում Սամվել Կարապետյանի առնչությամբ ի վերջո հաջողության կհասնեն, որտեղ անդադ լրացնում են, բայց դատարանում դրանք փաստարկներին չեն դիմանում, հիմա մի ամիսը իրենց բավարար է, որպեսզի որոշակի հաջողություն ունենան եւ դրանից հետո էլ շարունակեն բարերարին պահել կալանքի տակ, թե չեք տեսնում այստեղ ընդհանրապես իրավաբանություն։ Պատկերացրեք, որ 51, եթե չեմ սխալվում, հոգանոց քննչական խումբ է աշխատում, կարողացել են պեղել այսպես կոչված երկու քրեական գործ, երկուսով էլ անգամ մեր Հայաստանի դատարանը, որը գիտենք բոլորս ինչ կերպ է առաջնորդվում, անգամ այդ դատարանը չի հաստատել։ Համոզված եմ, որ չկա այդպիսի քրեական գործ, չեն կարող գտնել, այլ չկա այդպիսի քրեական գործ, որը կարող է ինչ-որ ձև անօրինական, ինչ-որ Սամվել Կարապետյանի հետ կապված բան լինել, ուղղակի չկա։ Հեյցի աշխատակիցների նկատմամբ ճնշումներն այնքան շատ են, որպեսզի հանրահավաքին չկան, հիմա ինչ տեղեկություններ կան, այդ մարդկանց կարող է պահեն հեծում դռները փակեն, ասեն կատակում են մարդիկ, հա։ Չէ, այսօր ոչ աշխատանքային օր է, չեն կարող դռները փակել, բայց ես համոզված եմ, որ շատ-շատերը լինելու են այստեղ, շատերին տեսել եմ։ Այսինքն անգամ այդ վախի մթնոլորտում մարդիկ ինչ են մտածում են, որ ես միշտ ասում եմ, երկիշխանությունը մարդիկ նեղվում են։ Հեծում շատ մարդիկ իրենց ղեկավարը միջև այսօր համարում են Սամվել Կարապետյանին։ Այդ իսկ պատճառով լինելու են այստեղ։ Ինչքան ուզում եմ վախեցնեն կամ չվախեցնեն։ Շնորհակալ։ Ես եմ շնորհակալ։